զրուցակիցս թուրքագետ Նելի Մինասյանն է, բարև ձեզ Տիկին Մինասյան։ Տասնամյակներ շարունակ Տիկին Մինասյան, ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դարձել է մեր արտաքին քաղաքականության շոքեքաշը։ Ես ուզում եմ հետահայաց նայենք, դա ինչ տվեց մեր պետությանը։ Նախ մեր պետությունը երբ որ հռչակվեց որպես անկախ պետություն, առաջին նախագահը ըստ էության ցեղասպանության ճանաչման, նաև ըստ էության Հայաստանում նաև ինստիտուցիոնալացման, այդ քաղաքականության հետ կապված մեծ աշխատանք կատարեց, այդ թվում նաև այսօրվա ուրեմն Թանգարան ինստիտուտը, որը որ կա, եւ դրան զուգահեռ նաև չդարձրեց երկրի արտաքին քաղաքականության գերակայություն։ Երկրորդ նախագահի ժամանակաշրջանում դա դարձվեց արտաքին քաղաքական գերակայություն եւ ստեյության այդպես շարունակվեց մինչեւ վերջերս անցած տարի, երբ որ արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ դա այլևս մենք չենք դիտարկում որպես երկրի այսպես արտաքին քաղաքական կարևոր գերակայություն։ Եթե հետ հայաց նայում ենք այս տասնամյակներին, իմ կարծիքով մենք շատ ձեռքբերումների չենք հասել։ Ասեմ ինչու, որովհետև նախ ճանաչման գործընթացը այն ծավալներով եւ այն տեմպերով չի տեղի ունեցել, ինչպես որ ավելի արդյունավետ կամ ավելի ցանկալի կլիներ։ Եվ այն բոլոր պետությունները, ովքեր որ ճանաչել են հայոց ցեղասպանությունը, մեծ հաշվով դա չեն ճանաչել, որտեղ մենք քաղաքական մեծ գործունեություն ենք իրականացրել եւ դրա արդյունքն է եղել, այլ ոչ, որտեղ իրենց շահերը այդ պահին այդպես են դասավորվել, իրենք ճանաչել են ուրեմն այդ փաստը, այդ իրողությունը կամ անգամ որոշ պետություններ Թուրքիայի հետ ունեցել են որոշակի խնդիրներ եւ ուրեմն այս համատեքստում են ուրեմն ճանաչել հայոց ցեղասպանությունը կամ այդ մանրադրամ են օգտագործել, այս ձևակերպումը։ Կարելի է այդպես ասել, որովհետեւ մի տեսակ սակարկման առարկա է դարձել եւ մենք էլ ինչ-որ առումով դրան մեր քաղաքականությամբ ուրեմն նպաստել ենք։ Այսինքն արդյունք մեծ հաշվով որպես այդպիսին, որը որ կբերեր մեր երկրին մեր արտաքին քաղաքականությանը ավելի շուտ որոշակի դրական կարևոր ուրեմն հետևանքներ ես չեմ տեսնում կոնկրետ։ Փոխարենը ես կարող եմ ասել բացասական կողմերից, օրինակ տեսեք, երբ որ այդ քաղաքականությունը Հայաստանը որդեգրեց, Թուրքիան բնականաբար հակաքաղաքականություն սկսեց իրականացնել, այսպես հականարատիվ ավելի շուտ սկսեց ձևավորել եւ դա պատմաբանների հանձնաժողովի մասներ խոսքը, որ այդ դեպքում եկեք քննարկենք, հասկանանք ինչ է տեղի ունեցել եւ տեսեք, այս գիծ այնքան հեռու տարավ Թուրքիան, որ երբ որ Ցյուրիխյան գործընթացը եղավ, Ցյուրիխյան արձանագրություններում մենք ունենք այդպիսի կետ ընդհանուր պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին։ Այսինքն, եթե Հայաստանը այս խնդիրը դարձնում է իր արտաքին քաղաքականության գերակայություն, ուրեմն պետք է ունենա այնքան ռեսուրսներ ու մեխանիզմներ, որ դրանով կկարողանա հասնել հստակ խնդիրների ուրեմն լուծման։ Մենք կարծես թե այդ տարիներին չէինք էլ ձևակերպել այն վերջնարդյունքը, որը մենք ակնկալում էինք, նույն աշխարհի տարբեր պետությունների կողմից ցեղասպանության ճանաչումը։ Շատ ճիշտ եք, տեսեք, որտեղ մենք կենտրոնացել էինք հիմնականում մի քանի պետությունների վրա, մասնավորապես Միացյալ Նահանգների, հասկանալի է ինչու Միացյալ Նահանգները, եւ տեսեք, այս հարցում եւս մեծ հաշվով արդյունք չեղավ։ Նշեմ, որ նաև Թուրքիան նույնպես կենտրոնացած է դրա վրա, արդեն բնականաբար հակաքայլերի տեսանկյունից, որտեղ երբ որ հայկական կողմը հատկապես հայ դատի հանձնաժողովները, Սփյուռքը Ամերիկայում հաստատված մեր համայնքները, երբ որ այս առումով մեծ աշխատանքներ էին կատարում, Թուրքիան ինքն էլ մեծ ռեսուրսներ էր ծախսում, որպեսզի այդ քայլերին այսպես դեմն առներ կամ հակա այդ քայլերին ինչ-որ քայլեր, քաղաքական քայլեր մշակել։ Բայց տեսեք ինչ ստացվեց, որ Թուրքիան ճանաչեց մասամբ մեծ հաշվով ուրեմն հայոց ցեղասպանությունը եւ ինչպես մենք, այնպես էլ թուրքական կողմը սպասում էր, որ դա պետք է ազդանշան հանդիսանա, որպեսզի աշխարհի շատ երկրներ ճանաչեն հայոց ցեղասպանությունը, այո, Միացյալ Նահանգները նկատի ունեն, բայց այդպիսի ոչինչ տեղի չունեցավ։
եւ փաստացի սա նույնպես ցույց է տալիս այն մասին է վկայում, որ պետությունները ըստ էության իրենց քաղաքական խնդիրներից ելնելով են խնդրին մոտենում, ոչ թե մեր քաղաքականության արդյունքում, իսկ կողմից էլ ես համաձայն եմ, այո, որ մենք որոշ գուցե վերաձևակերպումների խնդիր ունենք եւ գուցե ավելի պետք է խնդրին ավելի գլոբալ կոնտեքստով մոտենալ, այսինքն հայոց ցեղասպանության համատեքստում դնել ընդհանրապես ցեղասպանությունների կանխարգելման հետ կապված քայլեր պետքա Հայաստանը մշակի, բայց ավելի հստակ մեխանիզմներով, ավելի Ինչի դեպ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը վերջին տարիներին անում է։ Վերջին տարիներին հանուն արդարության այո պետք է նշել, որ այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարվում են եւ դա պետք է ավելի այսպես ինստիտուցիոնալացված, գաղափարականացված ինչ որ մի համակարգի պետք է վերածվի եւ այսինքն կապ չունի աշխարհի որ ծայրում մենք տեսնում ենք հատկապես 21-րդ դարը լի է նմանատիպ հանցագործություններով ցեղասպանության, այսինքն Հայաստանը այդ ոնց որ ջահակիներից մեկը լինի, այսինքն որ չկրկնվելու այսպես գործընթացին ավելի լծվի եւ դրանով բնականաբար նաեւ կպահպանվի, ընդհանրապես միշտ կխոսվի եւ միշտ տարբեր պետությունների կողմից հայոց ցեղասպանության հարցը կբարձրաձայնվի։ Դեպ Հայաստանն այսօր հիմա հանդես է գալիս այն դիրքերից, որ այլևս այլ երկրներ իրենց քաղաքական շահերից ելնելով մեծ եղերնը հայոց ցեղասպանությունը չօգտագործեն, հա, որպես գործիք։ Իր ուղերձում այսօր վարչապետը եւս այդ շեշտադրումներն ուներ։ Ուղերձներից խոսեցինք, Թուրքիայի նախագահի ուղերձն էլ նման էր նախորդ տարիների ուղերձին, այնտեղ բայց խոսվում էր այսպես ժողովուրդների համերաշխության մասին, հա, գուցե ես ուղիղ չեմ ասում այդ բառը, այնուամենայնիվ Հայաստանն ու Թուրքիան այսօր փորձում են հարաբերությունները կարգավորել, վերջին տարիներին մենք որոշակի առումով դինամիկա տեսնում ենք, երբեմն այդ դինամիկան չի լինում, այսօր կարծես թե գործընթացը այսպես դանդաղել է։ Ձեր տպավորությամբ, հա, որպես թուրքագետ, ինչ փուլում է գտնվում հայ-թուրքական հարաբերությունն ու կարգավորման գործընթացը։ Եթե հիմա դիտարկենք այս փուլը, այս օրերը, ես կարծում եմ, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը մեծ հաշվով կամ էության մեջ ինքը փակուղում է գտնվում, որովհետև Թուրքիան, չնայած որ երբ որ 2021 թվականից սկսվեց այս նոր փուլը հարաբերությունների կարգավորման, կողմերը պայմանավորվեցին առանց նախապայմանների շարունակել երկխոսությունը եւ փորձել կառուցել հարաբերություններ, Թուրքիան միևնույն է շարունակեց իր նախապայմանների քաղաքականությունը եւ այսօր փաստացի այդ նախապայմանի ավելի շուտ առաջին հերթին դրա արդյունքում, որովհետև Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների ըստեյության կարգավորում կլինի, կկարգավորվեն զուգահեռաբար կամ համաժամանակյա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ եւ կրկին հարաբերությունների կարգավորումը պայմանավորեցին խաղաղության պայմանագրի ստորագրմամբ կրկին Հայաստանի եւ Ադրբեջանի ուրեմն միջև։ Այսինքն սա էության մեջ նախապայմանն է եւ մենք տեսնում ենք, որ այս խնդիրը դրված է եւ ըստ էության այն գործընթացները, որոնք որ ընթանում են մշակութային օրինակ անի կամուրջի վերանորոգման հետ կապված, ինչ-որ քննարկումների երկաթուղու հետ կապված մենք գիտենք, որ հանդիպումներ եղավ, այսինքն այս բոլորը իրականության մեջ քաղաքական որոշման արդյունքով կարող են արագ լուծվել կամ բյուրոկրատական այսպես համակարգով գնալ եւ անհայտ է թե երբ կլուծվեն։ Հիմա Թուրքիան երկրորդ ճանապարհով է գնում, դրա համար իմ կարծիքով այս պահին փակուղի է։ Սպասել Հայաստանում կայանալիք ընտրություններից հետո որոշակի փոփոխությունների, ես կարծում եմ այստեղ էլ պետքա վերապահումով մոտենալ, որովհետև այս դեպքում էլ արդեն կարևոր կլինի այն աշխարհակական միջավայրը, որը որ մեր տարածաշրջանում այսպես գործընթացի մեջ է։ Այնուամենայնիվ Տիկին Մինասյան սառույցը հաճել է։ Դուք այն փորձագետներից եք, որը նաև մասնակցում է Հայաստան, Ադրբեջան, նաև թուրք փորձագետներ այստեղ պարբերաբար գալիս են կոնֆերանսներ, քննարկումներ, դուք շփումներ եք պարբերաբար ունենում,
Դուք նկատում եք, որ այնուամենայնիվ այդ մակարդակում փորձագիտական կա որոշակի առումով դինամիկա, երբ որ կա տրամադրվածություն հասարակություններին փորձել մոտեցնել իրար, խոսել։ Ի վերջո խոսակցությունն է, որ բերելու է հարևան երկու ժողովուրդների միջև հաշտության, ասենք։ Տեսեք, իրականում փորձագիտական դաշտում այո կան որոշակի քննարկումներ, կարծիքների համընկնումներ։ Մանավանդ կհիշեք, երբ որ հայկական կողմը հրավիրել էր թուրք փորձագետների, լրագրողների, վերլուծաբանների, եւ սա իրականում շատ կարևոր քայլ էր ու իրականում լավ կլիներ, որ երկու կողմերը փորձային այսպիսի մի հարթակ ձևավորել, որը որ կարծում եմ գործընթացին իրականում կնպաստեր, կաջակցեր եւ այո, որոշակի թուրքական հասարակության մեջ, ես սա ոչ միայն փորձագիտական, այլ նաև մամուլը անդադար նայելուց կարող եմ ասել, որ որոշակի անգամ հարցադրումներ են առաջանում, որ Թուրքիան եթե նախկինում խնդիրը պայմանավորում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, ապա հիմա ըստ էության անհասկանալի է Թուրքիայի պահվածքը, երբ որ շարունակում է դեռ Ադրբեջանի շահերը ըստ էության ինչ-որ առումով ներկայացնել, եւ ինչու չի կարգավորվում հարաբերությունները կամ ինչու չի բացվում սահմանը։ Այս քննարկումները կան, բայց Թուրքիան, այսօրվա Թուրքիան, որը որ լրիվ ավտորիտար պետություն է, բնականաբար քաղաքական որոշումների կայացումը մի շատ փոքր խմբի ձեռքում է գտնվում, այս փոքր խումբը պետք է այդ քաղաքական որոշումը կայացնի, այսինքն այստեղ մեծ հաշվով ոչ թե հասարակությունների մասին է խոսքը, որտեղ դա հայ-թուրքական հարաբերություններում լրիվ այլ խնդիր է, այլ իր քննարկումներով, իր խնդիրներով, իր լուծումներով եւ չլուծումներով ըստ էության, բայց երբ որ լինի քաղաքական որոշումը կվերաբերվի արդեն դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ սահմանի բացմանը արդեն Հայաստան ու Թուրքիային որպես պետություն, այսինքն այստեղ ոչ թե հասարակությունները կարող են կամ փորձագետներ ինչ-որ գործ անել, այլ կոնկրետ պետության ղեկավարչն այս դեպքում Հայաստանի մասին չի խոսքը, որտեղ մեծ հաշվով Հայաստանը չի սահմանը փակել եւ բաց է սահմանը Հայաստանի կողմից, այլ Թուրքիան, որը որ փակել է եւ մինչեւ այսօր շարունակում է դեռ պատրվակներ ըստ էության օգտագործել սահմանը չբացելու համար։ Ես կուզեմ անդրադառնանք Տիկին Մինասյան նաև Սփյուռքի դերակատարությանը, հա, այն որ հայոց ցեղասպանությունը Սփյուռքի ձևավորման, հա, այսպես արմատներում է, դա փաստ է, դրա հետևանքով է ըստ էության այսօրվա Սփյուռքի մեծ մասը ձևավորվել։ Հիմա օրակարգերի տարանջատման կամ դերաբաշխման մասին մենք պետք է խոսենք, օրինակ Հայաստանը, որը իր արտաքին քաղաքականության առաջնահերթություն համենայն դեպս չի դրել ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, օրինակ սփյուռքական կառույցները դրա վերաբերյալ ունենան հստակ իրենց օրակարգը, որը այսպես տարբերվի Հայաստանի օրակարգից։ Իրականում այդ քննարկումները մեր հասարակության մեջ նոր քննարկումներ չեն, կրկին մեր պետության հիմնադրումից այդ քննարկումները եղել են, եւ ես կարծում եմ, որ դա այդպես պետք է լինի։ Այսինքն այդ հարցում պետք է Հայաստանը եւ Սփյուռքը որոշակի դերերի բաժանում կատարեն։ Ինչու, որովհետև պարզ է չէ, որ Հայաստանը, երբ որ դա դարձնում է իր արտաքին քաղաքականության գերակայությունը, մենք խոսեցինք դրա մասին, որ դա մեծ հաշվով մեզ օգուտ չտվեց, բացի այդ ավելի խոսելի դիրքում դրեց, եւ բացի այդ Հայաստանը լինելով փոքր պետություն, ինքը այդքան մեխանիզմներ ու ռեսուրսներ չունի, որպեսզի դրա այդ գործընթացի վրա ծախսի։ Բայց Սփյուռքը ինքը հենց դրա պահանջատերն է, որտեղ այո, Սփյուռքը ձևավորվել է հայոց ցեղասպանության արդյունքում եւ ժառանգները, հա, ունեն այն բոլոր օրինական իրավունքները պահանջելու ինչ որ խնդիրներ։ Բացի այդ, տեսեք, Սփյուռքը ինքը մյուս կողմից է պետական կառույց չի, մեծ հաշվով ինքը իր վրա չի կրելու շատ բաներ, ինչը որ օրինակ Հայաստան պետությունը կարող է իր վրա կրել։ Այնպես որ ես կարծում եմ, այո, այս խնդիրը ռազմավարության տեսանկյունից նաև պետք է մի փոքր վերանայվի եւ այո, պետք է իրականացվի դերերի բաշխում ու որոշակի կոորդինացում, որտեղ այնուամենայնիվ մենք ունենք այսօր աշխարհում եղած սփյուռքների շարքում բավականին ինստիտուցիոնալացված, կայուն, հստակ սփյուռք, որի համար այս խնդիրը դեռ շարունակում է մնալ շատ կարևոր։
Դուք կիսում եք այն տեսակետը, որ այնուամենայնիվ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված մենք պարզապես այլընտրանք չունենք մեր հարևանների հետ չհարաբերվելու։ Ես կարծում եմ, որ կապ չունի աշխարհաքաղաքական ինչ իրավիճակ է ստեղծվում կամ չի ստեղծվում, մեզ ի նպաստ մեզ թե ոչ այդքանի նպաստ մեզ, Հայաստանը իր բոլոր հարևանների հետ պետք է ունենա նորմալ հարաբերություններ, որտեղ Հայաստանը պետություն է։ Այդ հարաբերությունների ամենաանկյունակարը խաղաղության գործընթացն է Ադրբեջանի հետ։ 1 տարի է Հայաստանը գտնվում է խաղաղության process-ում։ Դուք հեռանկարները ինչպես եք տեսնում, որոշակի առումով այդ process-ի վերջնարդյունքը ինչպես եք պատկերացնում, հա? Կարծես թե այդ հասարակություններն էլ, հա, թե հայերը, թե ադրբեջանցիները կամ թե Հայաստանը, թե Ադրբեջանը որոշակի գործընթացներ իրականացնում են։ Դուք վերջերս նաև Ադրբեջանում եք։ Ինչ կարող եք ասել խաղաղության գործընթացի մասին։ Տեսեք, իմ կարծիքով խաղաղության գործընթացը, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարության համար վերջնական ընդունված օրակարգ է։ Այսինքն երկու կողմերն էլ գնում են այդ ուղղությամբ։ Այստեղ իհարկե կան խնդիրներ, որոնց հետ կապված երկու կողմերի պատկերացումները գուցե չեն համընկնում, բայց այնուամենայնիվ այն, որ օրակարգ է որպես այդպեսին ընդունված, իմ տպավորությամբ դա փաստ է։ Եվ այս ուղղությամբ պետք է գնալ։ Ինչ որ մի բան, հատկապես խաղաղություն կառուցելը շատ դժվար process է։ Ես կարծում եմ, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցումը շատ դժվար process է լինելու մեզ համար։ Բայց ես ուրիշ տարբերակ ուղղակի այս պահին չեմ տեսնում, եւ ուղղակի Հայաստանը պետքա գնա այդ process-ով եւ հանգրվանը կլինի խաղաղությունը։ Ես հավատում եմ դրան, որ Հայաստանը կունենա խաղաղություն, բաց սահմաններ եւ մեր ժողովուրդը տասնամյակներ կունենա բարգավաճ, այսպես պետություն կառուցելու համար։ Հենց այս խաղաղ նոտայի վրա էլ ավարտենք հարցազրույցը, շնորհակալ եմ Տիկին Մինասյան։ Ես հիշեցնում եմ, զրուցակիցս թուրքագետ Նելի Մինասյանն էր,